Բարև ձեզ, ես Մարիաննան եմ, այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչ գրքեր եմ կարդացել։ Ես կարդացել եմ Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի և Ռոալդ Դահլի գրքերը։ Ռոալդ Դահլից կարդացել եմ Չարլինը և Շոկոլադե գործարանը, իսկ այժմ կարդում եմ Մաթիլդան, որը իմ ամենասիրելի գիրքն է։ Հովհաննես Թումանյանից կարդացել եմ Անխելք մարդը, Չախչախ թագավորը, Ծիտը, Խելոքն ու հիմարը, Տերն ու ծառան, Պոչատ աղվեսը, Անհաղթ աքլորը, Սուտլիկ որսկանը, Բարե կենդանը, Անբան հուռին և այդպիսի շատ հետաքրքիր հեքիաթներ։ Ղազարոս Աղայանի իմ ամենասիրելի հեքիաթը դա Անահիտն է։ Այս բոլոր հեքիաթները ինձ սովորեցրել են, որ լինեմ խելացի և բարի։ Իմ ամենասիրելի գիրքը դա Մաթիլդան է։ Մաթիլդան դա մի աղջիկ է, ով շատ խելացի է։ Նա 5 տարեկանից կարողանում է կարդալ։ Նրա ծնողները շատ անխելք են լինում։ Նրանք ստիպում են Մաթիլդային և նրա եղբորը, որ լինեն շատ անխելք, ամեն օր դիտեն հեռուստացույց և գրքեր չկարդան։ Բայց Մաթիլդան շատ խելացի է և նա միշտ գնում է գրադարան և ամեն օր շատ գրքեր է կարդում։ Նրա ուսուցչուհին Օրիորդ Մեղրանուշը, իսկ այդ դպրոցի տնօրենը շատ չար և անխելք է։ Նա չի սիրում, որ երեխաները ուրախ են լինում։ Պետք է երեխաները անեն իր ուզածով ամեն ինչ։ Նրա անունը Դագանակ է։ Դագանակը նաև չի սիրում, որ աղջիկ երեխաները գալիս են հյուսերով։ Երբ նա տեսնում է, որ մի երեխա հյուսերով գալիս է, բռնում է երեխայի պոչերից և շպրտում է դեպի դպրոցի կողքի դաշտ։ Մաթիլդայի ամենամոտ ընկերուհին Լավանդան է։ Նա նույնպես խելացի է, բայց Մաթիլդան ավելի խելացի է, քան նա։ Այսքանը։ Ես պատմեցի, թե որ գիրքն եմ սիրում և որ գրքերն ու հեքիաթներն եմ կարդացել։ Առայժմ